Շարունակում ենք առավոտ լուսոն, վաղը մարտի 21-ը դա ունի համախտանիշ ունեցող մարդկանց օրն է եւ առաջիկա րոպեներին մենք խոսելու ենք այս արև մարդկանց մասին, որովհետեւ ներկայացնելու ենք ձեզ մի հետաքրքիր մոդելային գործակալություն, որը սովորական գործակալություն չէ, թե ինչու կիմանանք առաջիկա րոպեներին խոսելու ենք Արև Models հասարակական կազմակերպության մասին։ Այո, որովհետև շատ խոսելու հետաքրքիր թեմաների ենք անդրադառնալու, թեմաները շատ են։ Լիլիթ Դալակյանն է մեր տաղարում, Արև Models հասարակական կազմակերպության նախագահ։ Բարի լույս։ Շատ ուրախ ենք, որ դուք մեր տաղավարում եք։ Նախ մինչև անդրադառնալը օրվան, այսինքն վաղվա կարևոր օրվան, խոսենք Արև Models-ի հասարակական կազմակերպության մասին, թե երեքվանից է գաղափարը ծնվել, ինչպես է ստեղծվել, ու այսօր արդեն ինչ գործունեություն է մինչև այսօր ծավալել։ Ուրեմն աղջկա սնունդից հետո, երբ անցանք արդեն ընկալման փուլը, որը բավականին շոկային փուլ է, այն ծնողների համար, ովքեր ունեն առանձնահատուկ երեխաներ, լավ կհասկանան ինձ, առաջի գործունեությունս այն եղավ, որ համացանցում սկսեցի փնտրել արտասահմանյան փորձը, ինչպես են օգնում երեխաներին իրենց առանձնահատուկ Դաունի սինդրոմ ունեցող երեխաներին ու ինչ են գրանցում, ինչ առաջընթաց են գրանցում եւ տեսա Եվրոպայում, որ ունեն նախաձեռնություն, մոդելային գործակալություն, որոշեցի տեղայնացնել Հայաստանում ու դիմեցի մայրիկների եւս երկու, որոնք նույնպես ունեն Դաունի սինդրոմով երեխաներ, իրենք էլ միանգամից միացան ու մենք բացեցինք Հայաստանում միակ առաջին ներառական մոդելային գործակալությունը, որ հիմքում սոցիալական նախաձեռնությունն է իրականում եւ դրա կարեւորությունն այն է, որ մենք ստեղծում ենք հարթակ, որտեղ հասարակ քաղաքացիները, հասարակությունը բացում է իր դռները, ոնց որ ընդունում է երեխաներին այնպիսին, մեր մոդելներին այնպիսին, ինչպիսի նրանք կան, առանց որևէ պահանջների, առանց որևէ սահմանափակումների, ուղղակի բացում ենք սահմաններ, այսպես ասած։ Չենք ստիպում, չենք փնտրում, հարցեր չենք տալիս, ընդունում ենք իրենց այնպիսին, ինչպիսին կան։ Մոդելային նախաձեռնությունը շատ լավ արձագանք ստացավ մեր հասարակության մեջ, ասեմ, որ ընդհանրապես հայ հասարակությունը սիրում է երեխաներին, բաց է, ուղղակի եթե հետ գնանք 10, 15, 20 տարի առաջ, ապա ծնողները, որոնք բախվում էին այս խնդրի հետ, փակում էին երեխաներին տանը։ Դրա համար հասարակությունը ինձ թվում է շատ իրազեկված չէ։ Իսկ ինչու մոդելային, ինչու հենց հենց այդ ուղղությունը, ինչու ընտրվեց, վստահ եմ շատ ուղղություններ կան։ Շատ ենք ուսումնասիրել իրականում, մոդելային գործակալությունը հնարավորություն է տալիս ցույց տալ իրենց լավ կողմերը։ Նրանք քայլում են կարմիր գորգի վրայով, նկարահանվում են գովազդային շութերում ու դրանով համ իրենք են ինքնավստահություն ձեռք բերում, շատ փոփոխություն կա այս 2 տարիների մեջ եւ ծնողներն են ավելի ինքնավստահ, որ տեսեք իրենց երեխաներ ինչ որ բանի կարող են հասնել եւ դառնալ հասարակության մի մասնիկ հավասար հնարավորություններով եւ հասարակությունը արդեն ճանաչում է երեխաներին, շատ մոտենում են, օրինակ մոտենում են աղջկաս, անգամ վերջերս Գյումրիում էինք, մոտեցան, ճանաչել էին իրեն, ու մենք ասում ենք ճանաչում ենք քեզ Սոֆի անունով, բանով հիշում էին, ասացի, ուրեմն ամեն ինչ ճիշտ ուղու վրա է։ Ճիշտ ուղու վրա է։ Արև Models է կոչվում գործակալությունը եւ Դաունի համախտանիշ ունեցող մարդկանց երեխաներին հաճախ հենց արևներ են անվանում, սա ինչով է պայմանավորված։ Իրանք իրականում արևներ են։ Այնքան դրական բարի մարդիկ են, այնքան էներգիա են տալի դրական շրջապատի մարդկանց։ Այնպես են փոխում կյանքդ, որ մտածում ես ոնց է իր ապրում միջև այդ տխուր, հա, իսկ հիմա չգիտեմ, փոխում են մարդիկ իրանք ուրիշ ձևի են, ուրիշ տեսակի են։ Ուրիշ ձև են նաև տեսնում աշխարհը։ Այո, ուրիշ ձև են ընկալում աշխարհը ու ուրիշ ձև են վերադարձնում քեզ այդ աշխարհը։ Բայց այդ ամենը հոգևոր դաշտն է, կարծում եմ փոխանցողը, կամ պահողը, այդ ամեն ինչը զգալ տվողը։
բայց կան նաև բնականաբար բազմաթիվ խնդիրներ եւ առանձնահատուկ երեխայի ծնող լինելը շատ բարդ ճանապարհ է առաջին հերթին կուզեի օրինակ ուղերձղեի այն ծնողներին, որոնք նոր են կանգնել այս ճանապարհի սկզբում են ու շատ ծնողներ կան, որ հրաժարվում են երեխաներից ուզում եմ ուղերձղեմ, որ պետք չէ հրաժարվել, այլ պետք է պայքարել, ընդունել որպես մարտահրավեր ու պայքարել, տալ սեր ու կստանաք անպայման սեր։ Չպետք է վախենալ։ Մեր նախաձեռնությունը նաև ունի ծնողների աջակցման խումբ, որը այս պահին հայտնված, այդ իրավիճակում հայտնված ծնողներին տալիս է աջակցություն խորհրդատվության տեսքով, թե ինչ պետք է անել, ինչպես պետք է անել ու ինչպես դիմակայել առաջիկա փորձություններին, որոնք բավականին շատ են։ Իսկ ինչպես կարող են դիմել ձեզ։ Մենք հեռախոսահամարներ ունենք մեր կայքեջում տեղադրած եւ մեր սոցցանցերում։ Ձեր կայքեջը հենց arevmodels։ Հա, arevmodels.com։ Ինձ հետաքրքիր է մյուս ծնողները, որոնք եւս ունեն առանձնահատուկ երեխաներ, ինչպես են արձագանքել այս գաղափարին եւ արդյոք շատ արագ միացան մեր խմբին, արագ միացան մեր խմբին։ Որովհետեւ բազմաթիվ մոդելներ կան ներկայացված ձեր կայքում։ Այնպես է, որ միայն Դաունի սինդրոմով չեն երեխաները, կան նաև DCP խնդիրներ ունեցող, այլ խնդիրներ ունեցող երեխաներ, շատ արագ միացան, խումբը մեծացավ, մոտ շուրջ 50 երեխա ունենք այս պահին, ու այսօրվա միջոցառումն էլ դրա փաստն է, որ մենք ահագին աշխատել ենք երեխաների հետ, այսօր մենք ունենք շատ լավ ցուցադրություն, Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում նվիրված ամսի 21-ին մարտի, ու այդ ցուցադրությունում երեխաները հանդես են գալու որևէ ինչպես ասեմ, որ ճիշտ լինի, ինչ որ կարևոր հանրահռչակ մարդու տեսքով քայլելու են կարմիր գորգի վրա, լինելու է նաև Ավետիք Իսահակյանի ներկայացնող մոդել, այսպես ասեմ, տարբեր ժանրերում, տարբեր ուղղություններում հայտնվելու են, հայտնի կերպարներով հանդես կգան այսօր ու մի անգամ եւս կապացուցենք, որ պետք չէ դիտարկել իրենց, չպետք է նայել իրենց սահմանափակումներով, էլի, տեսնել նրանց առավելությունները, հնարավորությունները ու տալ հնարավորություն ուղղակի ապրելու իրենց։ Եվ ինքնարտահայտվելու։ Ինչու է մարտի 21-ը ընտրվել որպես Քանի որ Դաունի համախտանիշ ունեցող մարդկանց մոտ կա 21-րդ գենոֆոնդում այդ գենետիկ կոդը 3 հատ է, դրա համար ընտրվել է մարտի 21-ը, որտեղ մարտի 3-րդ ամիսն է, 21-ն էլ այդ տողն է, որտեղ ինքը պատճենվել է։ Քրոմոսոմի մասին։ Քրոմոսոմը, այո։ Առհասարակ մենք կարծում եմ վերջին շրջանում, իհարկե ձեր կարծիքն է նաև շատ կարևոր, մեր վերաբերմունքը համախտանիշ ունեցող մարդկանց, երեխաների նկատմամբ կարծես թե հասարակության փոքր-ինչ փոխվել է։ Արդյոք դա այդպես է, թե դեռ ունենք աշխատելու շատ տեղեր։ Փոխվել է, որտեղ առաջին հերթին ծնողներն էլ են փոխվել։ Մենք ավելի բաց ենք, չենք փակում ու չենք դժբախտություն դիտարկում դա, այսպես ասեմ։ Բացարձակ։ Բացարձակ։ Ոչ մի տարբերություն իմ երեխաների մեջ ես չեմ նկատում։ Բոլորն էլ նույն իրենց տարբերություններով մարդիկ են։ Առանձնահատկություն։ Իրենց առանձնահատկություններով։ Մեկը բարձրահասակ է, մեկը այդքան էլ հասարակությունի, մեկը մի քիչ արագ է մտածում, մեկը մի քիչ դանդաղ։ Կամ նույն ձև, այո։ Ձեր արժեքներում նշված է, որ գործընկերությունը շատ կարևոր է եւ նաեւ դրա միջոցով է, որ Դաունի համախտանիշ ունեցող մարդիկ իրենց լիիրավ անդամ են զգում հասարակության։ Հետաքրքիր է այս ընթացքում ինչ կա մոդելային ներառական գործակալությունը, ինչ արձագանք եք ստացել, արդյոք դիմումները շատ են։ Ունեցել ենք 15 համագործակցություն այս ընթացքում եւ մեկը այն տեղն է, որտեղ կարող եմ դիմել հայ արտադրողներին, նաեւ ռեժիսորներին, ովքեր ֆիլմեր են պատրաստում նկարել, որ ներգրավեք մեր մոդելներին, նրանք անպայման կբերեն այն հաջողությունը, որին որ դուք սպասում եք, այսպես ասեմ, իրականում նրանք հաջողություն բերելու ունակ են։ Վերում են հաջողություն։ Ես ավելի քան վստահ եմ։ Մինչև մեր հարցազրույցը, որովհետև դուք այնքան կարևոր բան ասացիք, նրանց էներգիայի հետ կապված, նրանք մարդկանց մեջ միշտ լավն են տեսնում։
ինչքան էլ դիմասինը, չգիտեմ, սրիկա է կամ չգիտեմ, նեգատիվ ինչ-որ էներգիայով կամ չգիտեմ, ջղայնություններով ու չարությամբ է լեցված, բայց նրանք երբևէ դա չեն նկատի։ Ամենափոքր բանից այնպես են ուրախանում, որ դու ես ուրախանում այդ փոքրիկ բանից։ Նույնիսկ այդ նեգատիվը միշտ նրանք ամիշտ այդ լուսավոր կետն են տեսնում։ Ու դա տասնապատիկ, եթե ոչ հարյուրապատիկ կամ հազարապատիկ փոխանցում նաև քեզ այդ դրականը, ինչը միանշանակ դա այդպես է։ Լիլիթ, շատ շնորհակալություն, որ դուք այսօր մեզ հետ սկսեցիք առավոտը, սա իրականում անկեղծ շատ հրաշալի առիթ էր խոսել արև մարդկանց մասին ու ողջունենք նաև նրանց, ես իսատոզ մենք ողջունում ենք ես Էլմերես։ Բոլոր արև մարդկանց, որոնք մեզ դիտում են այս պահին։ Ու մենք իրականում հաճախ ենք օգտվում առիթից, բայց պետք է բոլոր առիթները օգտագործենք, որպեսզի հասնենք հենց հասարակական կազմակերպության ձեր կողմից ստեղծված նպատակին։ Նրանք լիիրավ անդամ են մեր հասարակության մեջ, մեկը մի քիչ ուշ է ընկալում, մեկը շուտ է ընկալում, մեկը բարձրահասակ է, մեկը այդքան էլ հասակ չունի, չգիտեմ, մեկը արագ է վազում, մեկը մի քիչ դանդաղ է վազում։ Դա ոչ մի առավելություն կամ թերություն չի կարելի դրան դիտարկել։ Շնորհակալություն ձեզ լավ օր ենք մաղթում, այսօր էլ հաջողություն, որպեսզի լավ արտիստները ելույթ ունենան, նրանց նույնպես հաջողություն ենք մաղթում։ Լավ արտի միջոցառումը։ Շնորհակալություն, իսկ մենք շարժվում ենք առաջ, լսելու ենք երաժշտություն։